Պավել Թադևոսյանը կամ ինչպես նրա ընկերները նրան ճանաչում են Պաշը, այնպիսի դերասան է, որի անունը վերջին շրջանում դարձել է հեռուստադիտողների համար ավելի ու ավելի հարազատ։ Նա առանձնանում է իր մարդկային շփման ձևով, ընկերասեր է, անմիջական հումորով և միշտ պատրաստ շրջապատին դրական էներգիա փոխանցելու։ Նրա այս բնավորության գծերը ոչ միայն առօրյայում են երևում, այլև արտացոլվում են նրա դերակատարումներում, ավելացնելով կերպարների իսկությունը։ Պավելը թատրոնի ու կինոյի մեծ սիրահար է։ Թատրոնը նրա կյանքի մի մասն է դարձել դեռ ուսանողական տարիներից։ Ավարտելով Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, նա ստացավ ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլև այն ինքնավստահությունը, որն անհրաժեշտ է բարդ ու բազմաշերտ դերեր մարմնավորելու համար։ Թատրոնի բեմը նրան տվել է փորձ կերպարի ներաշխարհի խորքերը բացահայտելու, իսկ կինոն ու հեռուստասերիալները թույլ են տվել այդ փորձառությունը հասցնել լայն հանդիսատեսին։ Նրա ստեղծագործական ուղին բազմակողմանի է։ Պավել Թադևոսյանը նկարահանվել է «Դասարանցիները» հայտնի սերիալում, որտեղ առաջին անգամ մեծ հանրությունը նկատեց նրա դերասանական կարողությունները։ Դրանցից հետո նա ընդգրկվել է մի շարք այլ հեռուստասերիալներում, գովազդներում, որտեղ կարողացել է կերպարներին տալ իր իսկ տիպիկ ձեռագիրը։ Հեռուստադիտողների համար նա այն դերասաններից է, ով երբեք անտարբեր չի թողնում իր հեռուստադիտողին։ Նա կարողանում է խաղի մեջ դնել իր հոգևոր ու մտավոր ներուժը, հեռուստադիտողին փոխանցելով կերպարի ներքին տրամադրությունը։ Այս շրջանում Պավել Թադևոսյանը նկարահանվում է Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» սերիալում։ Նրա կերպարը սկզբում ընկալվելով որպես չոր ու կոպիտ, հանդիսատեսին դնում էր երկմտանքի առաջ։ Շատերը չէին հասկանում՝ արդյոք նրան պետք է սիրել, թե մերժել, բայց հենց այն պահից, երբ բացահայտվեց Վռամի կերպարի էությունը, հանդիսատեսը սկսեց նրան ընդունել բոլոր թերություններով ու առաքինություններով։ Սա վկայում է Պավելի մեծ կարողության մասին։ Նա կարողանում է ոչ միայն կերպարի արտաքին գծերը ցույց տալ, այլև նրա հոգեբանական խորքերը, ցավն ու ներքին պայքարը։ Վռամը կորցրել է եղբորը՝ Կարոյին, և այդ կորուստը դարձել է իր կյանքի ամենամեծ վերքը։ Վրեժի տենչով լցված նա որոշում է սպանել Հայկին, սակայն հոր հետ ունեցած խոստումը նրա առջև դառնում է անանցանելի պատնեշ։ Նա չի կարող խախտել այն, ինչ տվել է որպես երդում։ Սա նրան դնում է ծանր երկմտանքի մեջ։ Վրեժխնդրությունը գայթակղիչ է, բայց հայրական խոստումն անսասան։ Այդ լռությունը, որ նա ընտրում է իր մեջ, է կրում միաժամանակ ցավ, ուժ ու ներքին պայքար։ Նրա և քրոջ Նարեի հետ հարաբերությունները նույնպես հեշտ չեն։ Չնայած նրանց միջև սառնությունն ու անհասկացվածությունը, Վռամը երբեք նրան մենակ չի թողնում դժվարին պահերին։ Այդ հարաբերությունների բարդությունը դարձնում է կերպարն ավելի իրական ու մոտ մարդկանց կյանքին, և իհարկե նրա սերը Սոնայի հանդեպ առանձնահատուկ գիծ է, որը բացահայտում է Վռամի զգացմունքային ներաշխարհը։ Սերը նրա կյանքում դառնում է ոչ միայն ուժի աղբյուր, այլև փրկություն՝ մարդկայնությունը չկորցնելու համար։ Պավել Թադևոսյանի խաղը հմայում է իր բնականությամբ։ Նա այն դերասաններից է, ով չի խաղում դերը, այլ ապրում է այն։ Այդ իսկ պատճառով հանդիսատեսը հավատում է նրան ու հետևում է նրա պատմությանը նույն լարվածությամբ, ինչ իրական կյանքին։ Նրա յուրաքանչյուր դիալոգ, հայացք կամ լռություն իր մեջ ունի ասելիք։ Նա կարողանում է կերպարի խոսքը հասցնել հանդիսատեսին այնպես, որ այն վերածվում է սեփական փորձի։ Այս ամենը Պավելի մեծ նվաճումների հիմքում է դնում մեկ պարզ ճշմարտություն՝ նա իր կոչումը ճիշտ է ընտրել։ Թատրոնն ու կինոն նրա համար պարզապես աշխատանք չեն, այլ կյանք՝ լի մարդկանց պատմությունների, զգացմունքների ու ճակատագրերի բարդ հյուսվածքով, իսկ ամենակարևորն այն է, որ Պավել Թադևոսյանը հանդիսատեսին փոխանցում է այն հոգատարությունը, ջերմությունն ու ուժը, որոնք ինքը կուտակել է տարիների ընթացքում։ Իսկ դու չմոռանաս տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել՝ արդյոք քեզ դուր է գալիս Պավել Թադևոսյանի մարմնավորած Վռամի կերպարը, և «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հավանում, և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Իհարկե չմոռանաս նաև բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինես շոու-բիզնեսյան անցուդարձի, նոր հեռուստասերիալների, հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Իսկ առաջիկայում սպասվում են նոր ու հետաքրքիր տեսանյութեր նոր բացահայտումներով։ Գրիր նաև, թե
որ դերասանի մասին կցանկանաս ավելի շատ իմանալ։